Վահե Հովհաննեսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Քրմորյան, դուք այն ուղղությունը, որ դուք վերցրել եք այս օրինագծով եւ ընդհանրապես այս թեմայով, իհարկե այլընտրանք չունի եւ դա ամենաճիշտ, ամենապրոգրեսիվ տեսակետն է, այս առումով որևէ խնդիր չկա։ Ես ունեմ հետեւյալ մտավախությունը, որ պահի մենք կարող ենք բարի ցանկությունների վրա սահմանափակվել, որտեղ իրական կյանքը դնում է իր պայմանները։ Հիմա տեսեք, գործող օրենքը թույլ է տալիս դատապարտյաներին երաշխավորում է կրթության իրավունք։ Իմ առաջի հարցը ռեալ կյանքում որ տոկոսը քանի հոգի են այսօր օգտվում գործող օրենքով սահմանված իրենց իրավունքից, ստանում կրթություն, որովհետև նույն այդ բազային կրթությունը ինքը մասնագիտություն է եւ աշխատանքի տեղավորման ավելի մեծ հնարավորություն։ Հաջորդը, տեսեք, արդեն մի պահի ես դժվար սկսեցի հասկանալ խոսքը, մենք որ խնդիրն ենք դնում դատապարտյալների հետագա ինտեգրացիան հասարակությանը, թե միայն նրանց աշխատանքի տեղավորման խնդիրը, որովհետև սենց թե նենց աշխատաշուկայում ճգնաժամ է, լինի դատապարտյալ, թե լինի բարձրագույն կրթությամբ արևմտյան կրթության քաղաքացու։ Եթե մենք խնդիր ենք դնում հնարավորինս նրան ուղղել դեպի աշխատաշուկայում առկա մասնագիտությունները, մենք սրանով ինչ որտեղ զիջում ենք, փոխզիջման ենք գնում մեր առաջ ադապտացիայի խնդիրը լուծելու, որովհետև հակառակ պարագայում մենք նրանց պետքա թույլ տանենք ընտրել իրենց մասնագիտությունները, շուկան թող որոշի, նա ազատվելուց հետո կգտնի աշխատանք, թե չէ։ Այս դեպքում դուք ասեք, որ մի քանի տասնյակ մարդու աշխատանքի խնդիր եթե լուծենք լավ է։ Ես կարծում եմ, որ չէ, այն խնդիրը, որ մենք դնում ենք, արդյունքը լավը չի լինի մի քանի տասնյակ։ Հա ես հարցս գուցե հստակ չձևակերպեցի, հարցս հետևյալն է. մի պահի այս լավ միտքը, լավ գաղափարը գալիս է մի հատ բաժանման, որ խնդիրն ենք դնում այս օրինագծով դատապարտյալների ինտեգրացիայի ապահովումը հասարակության մեջ, թե ուղղակի աշխատաշուկայում նրանց տեղավորելու խնդիրը, որտեղ դրանք տարբեր բան են։ Շնորհակալություն, շատ խորքային խնդիր բարձրացրեցիք, մասնավորապես վերաբերվում է մեր նոր գաղափարախոսությանը, որը նոր քրեական դատավարության եւ պրոբացիայի օրենքների մեջ է դրված, դա վերականգնողական արդարադատության գաղափարն է։ Մենք ի վերջո մեր նպատակը որպես արդարադատության նախարարություն դա պատժի կատարումն է եւ պատժի նպատակներին հասնելն է։ Եթե մենք խոսում ենք ինչ ենք մենք ուզում ենք ապահովել դատապարտյալների վերաինտեգրումը, կրկնահանցագործության խախտումը եւ աշխատանքի տեղավորելը դա գործիքներից մեկն է։ Այսպես ենք դիտարկում։ Մեր խնդիրը դատապարտյալների վերաինտեգրումն է։ Մեր նոր քրեական օրենսգիրքը, որը կարծում եմ շուտով կներկայացվի, գաղափարախոսությունն է, որ պատժի նպատակը դա դատապարտյալին նախապատրաստելն է կյանքին, այսինքն նորմալ կյանքին հասարակությունում։ Մեր խնդիրը ձեր այս հարցին, մեր խնդիրը նրա վերասոցիալականացումն է, վերաինտեգրումն է, կրկնահանցագործության կանխումն է, որպես գործիք մենք կիրառում ենք աշխատանքի տեղավորում, որտեղ բազմաթիվ այլ գործիքներ ունենք նաև։ Կրթության իրավունքի մասով ասենք, որ մենք Աբովյանում ունենք, որտեղ երեխաները անչափահասներ ենք պահում այդ նախնական ներառական կրթության հնարավորությունները եւ համապատասխան կրթական հաստատությունները, մի քանի քրեակատարողական հիմնարկներում ունենք ուսումնական հաստատություններ, քոլեջներ, որոնք տեղում են աշխատում, դրան գումարած լրացուցիչ ծրագրեր ենք իրականացնում համակարգչային ուսուցման, լեզվի ուսուցման եւ այլն։ Բազմաթիվ հրապարակումներ կան, որ դատապարտյալները նույնիսկ բարձրագույն կրթություն են ստանում քրեակատարողական հիմնարկներում, բայց կարծում եմ մեր հիմնական խնդիրը ծավալային առումով դա ընդհանուր ներառական բազիսային կրթություն եւ մասնագիտական ուսուցումն է, որոշակի արհեստ, որովհետեւ տեսակարգ շռով շատերը կան այնտեղ, որտեղ բարձրագույն կրթություն չունեն եւ ավելի շատ խնդիր է նրանց կյանքին պատրաստելը եւ գոնե նվազագույն աշխատատեղ ապահովելն են։ Այս խնդիրից բացառությունների մասով, եթե ես ձեր հարցը ճիշտ հասկացա, մենք բացառություն այստեղ չունենք։ Բացառությունը բոլորը այդ հնարավորություն ունենալու են, իրավունքից օգտվելու են, բացառությունը, ինչպես Տիկին Պողոսյանի հարցի պատասխանը, մենք ուղղակի ուշադրություն ենք դարձնելու, նենց բան չսովորացնենք, որ հետո դատվածության պատճառով գոնե մոտակա տարիներին չկարողանա անձը աշխատի։ Շնորհակալ եմ։ Հովհաննես Մարգարյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Քրմոյան, տեսեք դուք ասում եք, որ կրկնահանցագործությունների հետ կապված, որպեսզի կանխարգելիչ միջոց կիրառվի, ըստ էության դատապարտյալների
հետ կապված զբաղվածության ծառայությունները այս օրենքի ընդունմամբ սերտորեն կհամագործակցեն։ Հիմա որպեսզի չկրկնվեմ իմ հարցերը, գործընկերներն իմ բարձրացնեցին, ես ուզում եմ իրոք գործնականում խոսենք եւ այդ միջոցները տրամադրենք կանխ արգելելու համար հանցագործությունները։ Վերլուծություն կա, ինչն է այսօրվա դրությամբ խոսքը վերաբերում է զուտ գողությունների, որովհետև գողությունը շատ է տարածվել եւ սոցիալական վիճակից ելնելով անկախ նրանից գրագետ է, անգրագետ է, կրթություն ունի, չունի մարդը, եթե սոված է, թշտվում է, գնում է այդ ճանապարհով, գողանում է, որովհետեւ իր կեցությունն ապահովի, իր երեխային կերագրի։ Հիմա տեսեք, պարբերաբար ցուցադրվում է, մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ապրում անասնագոմերում, մի քանի երեխա ունեն, ամուսիններով, հիվանդ, սոցիալապես ծայրաշճան ծանր վիճակում, կարելի է մեկ բառով ասել սոված։ Հիմա ըստ էության ավելի ճիշտ չի լինի մենք զուգահեռաբար մշակենք ծրագիր, որը ուղղորդենք հիմնականում աշխատատեղ ստեղծելու, այսինքն առանձնացնենք այդ խավին, տանենք աշխատատեղ ստեղծենք, ոչ թե ինչը կշտենք այդ մարդուն, որ կրթություն ստանա եւ այլն, ռեալ դա այդ գրանտ կլինի, այլ ծրագրեր կլինի միջազգային, պարոն Քերմոյան, ուղենք հանցագործությունը կանխելու, կա վերլուծություն, օրինակ գողությունները վերջին տարիներին ինչքանով է ավելացել, ըստ տարբեր վիճակագրությունների, բավականաչափ հիմնականում այսօր հանցագործությունների մեջ մեծ տեղ է զբաղեցնում ավելի շատ ավելանում է ինքնասպանություններ, գողություն, այսինքն կամ մարդը դիմում է ինքնասպանության, որ հնարավորություն չունի ապրելու, կամ դիմում է գողության։ Հիմա երբ մարդը դիմեց գողության եւ գնաց դրանից հետո դատապարտվեց, ինչ ուզում ենք անել դրանից հետո, որբիսի կանխեք կրկնահանցագործությունը, եթե նա չունի աշխատանք, էլի սոված, էլի գողանալու է։ Այսինքն մենք հարցը լուծենք հիմքից եւ այստեղ ամենակարևորը, որ կուզենայի դուք անդրադառնայիք, ամենակարևոր խնդիրը հետեւյալն է, որ եթե մենք քրեակատարողական հիմնարներում կունենանք քիչ դատապարտվածներ, եղած միջոցները կծախսենք, որբիսի այնտեղ պայմանները լավացնենք, այնտեղ մի պայման չկա մարդկանց համար։ Այսինքն խոսքը վերաբերում է կենցաղային պայմաններին, խոսքը վերաբերում է ընդտուպ տեսակցություններին, ընդտուպ հաղորդակցվելուն իր հարազատների հետ եւ այլն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Այդ խնդիրը, որ վարսացեցիք վերջին հարցը, դա միջոցների ծախսումը, հենց պրոբացիայի ծառայության ներդրումը նպատակ ունի նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց թիվը եւ նպատակներից մեկը նաեւ դա պետական բյուջեի հարկատուների գումարների քիչ ծախսն է, դա շատ մեր կարևոր ուղղություններից է մեր բարեփոխումների, ինչ վերաբերվում է գողություններին, ասեմ, որ այդ վերլուծությունները կան, բայց միշտ չէ, որ սոցիալական պատճառներն են նպաստում, որ անձը գողություն կատարի, բայց պատճառների մի մասը է, եւ այս նախագծով որոշակի մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել, ինչ վերաբերվում է ձեր բարձրացած հարցին առանձին աշխատատեղեր, մենք հետեւյալ խնդիրն ենք փորձում ներկայումս լուծել մեր հնարավորությունների սահմանում եւ միջազգային դոնոր կազմակերպությունները, եթե մենք տեղում անձին ապահովում ենք աշխատանքով, որպես օրինակ բերեմ, կավագործություն է սովորում անձը եւ հնարավորություն ունի դա կատարել, մենք փորձում ենք հիմա ռեսուրս գտնել, որ դուրսը պիլոտային եղանակով մի այլ կավագործության արտադրամաս դնենք մեր իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնում, որովհետեւ նա դուրս գա գոնե առաջի 1-2 ամիսը այնտեղ աշխատի եւ գոնե առաջի 1-2 ամիս այդ աշխատատեղ ունենա, մինչեւ ինքը տեղավորվի, անհատ ձեռներես դառնա կամ ինչ-որ միտեղ աշխատանքի տեղավորվի։ Այդ խնդիրը կա եւ ասեմ, մենք փորձում ենք նաեւ լուծել ազատ զրկման վայրից դուրս գալուց հետո նրա կեցության հետ կապված խնդիրը, եթե ապրելու տեղ չունի, եթե հարազատ չունի եւ այլն, դա կոմպլեքսային խնդիր է, բայց ուղղակի գլոբալ առումով ասեմ, միայն սոցիալական խնդիր չէ հանցագործության, մենք տարբեր կրիմինալոգիական հետազոտություններ կան այդ պատճառները եւ հենց քրեակատարողական հիմնարկ եւ պրոբացիայի ծառայության նպատակը պետք է լինի այդ խնդիրները լուծելը պատժի կրման ընթացքում, այդ թվում աշխատատեղով, բայց նաեւ նրա հանցավոր վարքագծի վրա են աշխատելու, հարազատների հետ կապի վրա են աշխատելու եւ տարբեր խնդիրներ, բայց այդուհանդերձ ձեր ասած առաջարկները արդիական են եւ մենք պրակտիկայում փորձենք դրանք իրագործել։ Շնորհակալ եմ։ Արձագանքի համար Չեմ հասցնի, հա, երևի, պարոն Սահակյան, դեք հասցնի։ ունենք ընդմիջումից հետո 60 րոպե ընդմիջում։